ճշմարտություն։ Հաղորդաշար յուրաքանչյուր երկուշաբթի ժամը 20-ին Արդար Հայեմի եթերում։ Ողջույն հարգելի հետևորդներ, Արդար Հայեմ կայքի ճշմարտություն հաղորդաշարն է մեր եթերում եւ այսօր զրուցելու ենք Գյումրիի ընտրություններից, հավաքանու ընտրություններից։ Աստված օգնական Սրբազան հայր, մենք այս թեմայով զրուցելու ենք մեր սիրելի Սրբազանի հետ, քանի որ շատ կարևոր է նրա կարծիքը հատկապես այս իրավիճակում։ Ինչպես գիտեք, Գյումրիում իշխող կուսակցությունը, Հայաստանում իշխող կուսակցությունը քաղաքացիական պայմանագիրը չկարողացավ 50+ ձայներ ապահովել Գյումրիի հավաքանի ընտրություններում եւ բազմաթիվ հարցեր առաջացան քվեարկությունից հետո, շատերը ուրախացան, որ ԿՊ-ն չկարողացավ հաղթահարել 50%-ի շեմը, շատերը տխրեցին թերևս, որ ԿՊ-ն այնուամենայնիվ կարողացավ այդքան ձայն տանել։ Ամեն դեպքում ընդդիմություն է, եթե ընդունենք, որ հակադարձ ճամբարում ընդդիմությունն է, ընդդիմությունը շատ ավելի ձայներ հավաքեց եւ այստեղ առաջ են գալիս ներիշխանական բազմաթիվ խնդիրներ, թե ով է միանալու եւ ինչպես է Գյումրիում հետագայում իշխանությունը ձևավորվելու։ Այս նուրբ հարցերի շուրջ այսօր ուզում ենք զրուցել մեր սիրելի Սրբազանի հետ։ Սրբազան, նախ եկեք հասկանանք ձեր դիրքորոշումը, ինչպիսի գնահատական կտակ ընտրություններին, ընդհանուր առմամբ ինչպիսին կբնորոշեք այս գործընթացը։ Ինչպիսին պետք է բնորոշեմ։ Այո, իդեալական չէ արդյունքները մեզ համար, բայց կարելի է գոհացուցիչ համարել, եթե անշուշտ զարգացումներն լինեն գոհացուցիչ։ Անշուշտ այդ համեմատական մեծամասնություն ունենալը ԿՊ-ի դրա մեջ լուրջ տոկոսը վարչական ռեսուրսն է։ 30-ից 50% վարչական ռեսուրսն է, որոնց առջև, այսպես ասած, այլընտրանքը փակված էր եւ մարդիկ պարտադրված եւ ստիպված էին ձայն տալու։ Այն 50%-ի համար էլ կարելի է ցավել, որ այդպես էլ չկարողացան տարբերակել սևն ու սպիտակը, թեև հենց իրենք են ավելի շատ խոսում սևից սպիտակից։ Բայց այնուամենայնիվ գոհացուցիչ է, որ ընդդիմությունը հիմնականում կարող ենք ասել հաղթեց։ Անշուշտ եթե մասնակցությունը շատ ավելի լիներ, շատ ավելի լավ արդյունք կունենայինք, որովհետև ԿՊ-ն ողջ ռեսուրսը նետեց եւ սրանից ավել բոլոր ինտրիգներով եւ ուրիշ միջոցներով, որոնց մասին շատ է խոսվում, բայց մենք չենք ուզում դա ասել իբրև վերջնական ճշմարտություն, հավաքեց այսքան, բայց եթե մնացած չմասնակցող մասնակցեր, ԿՊ-ի վիճակը ավելի տխուր էր լինելու, ինչը որ շատ ավելի ցանկալի կլիներ։ Բայց ունենք այն, ինչ ունենք, ես էլ գոհացուցիչ է, մնում է, որ ընդդիմությունը միավորվի, անհրաժեշտաբար միավորվի, եւ սա անհրաժեշտություն է, եւ առանց պայմանների պետք է միավորվեն, որից հետո կարող են հնդածս պայմանավորվել, բայց հենց հիմա ամենաառաջնային քայլը պետք է լինի միավորվելը անպայման, առանց պայմանի, առանց որևիցե նախապայմանի պետք է միավորվել, որպեսզի տեղի չունենան ուրիշ բացասական գործընթացներ, այսինքն ճամբար փախուստ տեղի չունենա, որովհետև եթե միավորման կամքը չլինի եւ հենց ի սկզբանե միավորման կամքը չհաղթահարի, կգտնվեն ճամբարից ճամբար փախչողներ եւ դա ոչ մեր օգտին, եւ ոչ ընդդիմության օգտին։ Ողջ խնդիրը Սրբազան հետևյալն է, եթե միավորվում են երկու ընդդիմադիր տեխնացուներից ամենաշատը ձայն հավաքածները Մարտունե Գրիգորյան եւ Վարդան Ղուկասյան, կարծես թե թեման փակվում է։
Չէ, թեման չէր փակվի, բայց արդեն Ռուբեն Մխիթարյանը հայտարարել է միանալու։ Այո, այդ հաշվի առնելով Դա հաշվի առնելով, այո, արդեն մնում է այլապես երկուսի միացումով դեռ հարցը չէր լուծվում։ Մայր Հայաստան դաշինքը եւս հայտարարել է, որ միանում է առանց որևէ քննարկումների։ Մնում է այստեղ Մարտուն Գրիգորյան, Վարդան Ղուկասյան այդ միավորումը ցավոք սրտի բոլորս էլ գիտենք, որ երկու քաղաքական գործիչների մեջ որոշակի տարաձայնություններ կան, մեղմ ասած, եւ շատերն են այժմ խոսում, որ Սրբազան դուք, որպես մեր թեմի առաջնորդ, որպես մեր Շիրակի թեմում թիվ 1 ընդդիմադիր գործիչ նաեւ, պետք է կարողանաք դառնալ այն մեր այն հաշտեցնող անձը, ով մեր երկու համակարգացիներին, Վարդան Ղուկասյանին եւ Մարտուն Գրիգորյանին, կարողանա նստեցնել մի սեղանի շուրջ։ Դուք ինչ եք կարծում, դուք կարողանաք այդ process-ը գլուխ անել, թե չէ, Սրբազան։ Ես պատրաստ եմ այդ process-ը անելու, պատրաստ եմ։ Ես մեծ չեմ խոսի, ասելով որ այո կկարողանամ։ Կտեսնենք, մեր ջանքերը կգործադրենք այդ ուղղությամբ, թեև հնարավոր է որ հարցը լուծվի առանց մեր ջանքերի, այնպես չի որ անպայմանորեն իմ ջանքերը անհրաժեշտ են։ Բայց հաշվի առնելով, այո, պատմական, այսպես ասած, անբարեհաճությունը միմյանց նկատմամբ, երևի թե պետք են կողմնակի միջնորդներ, եւ ես այդ միջնորդությունը պատրաստ եմ ստանձնելու։ Եվ որքան որ հնարավոր է, այո, հաշտեցնելու, այսինքն ամեն այնց խնդիրներ չկան, որ հաշտեցման հնարավորությունը կամ հաշտեցման ճանապարհը փակեն։ Լրիվ հնարավոր է, ընդամենը կամք եւ բարեհաճություն, բարյացակամություն եւ նաեւ ընդհանուրի շահի սպասարկման գիտակցություն պետք է լինի։ Դա չի որ մի մեծ անհնարին բան է։ Դիմա այո Վարդան Ղուկասյանը ավելի շատ ձայն է հավաքել, քան Մարտուն Գրիգորյանը եւ բնական է որ Վարդան Ղուկասյանը պետք է ավելի նախապատվություն տա իր տեխնացությանը, քան եւ այստեղ պետք է, ինչպես ասեցի, նախ առանց պայմանների միանալ, հետո հնդածս արդեն միավորված կազմակերպել մնացած հարցերը։ Այլապես էլի եմ կրկնում, դա կլինի հօգուտ քաղաքացիական պայմանագրի եւ կլինի այս հաղթանակը ընդդիմության հաղթանակը Պյուրոսյան հաղթանակ, այսինքն հաղթանակ պարտությամբ։ Սրբազան, դուք ձեր վերջին հարցազրույցներից մեկում կարծիք արտահայտեցիք, որ տեղացի քաղաքական գործիչները շատ դեպքերում առաջնորդում են ոչ թե Գյումրիի տեղական շահով, այլ օրինակ իրենց կուսակցական վերնախավի այսպես ասած ուղումներով։ Այս պարագայում դուք ինչ որ խնդիր տեսնում եք, ամեն դեպքում գոնե երկու կուսակցություն, Մայր Հայաստան դաշինքը եւ Ռուբեն Մխիթարյանի կուսակցությունը, չէ, հայտարարեցին, որ իրենք դեմ չեն առանց նախապայմանների միանալու ընդդիմության ընդհանուր ճամբարին։ Այստեղ կարծես թե ողջավորություն նկատվում է, որովհետեւ այդ վտանգը, որը դուք ներկայացնում եք, կարծես դուրս է գալիս, մնում է մյուս երկու տեխնազուների պարագայում, օրինակ նրանց կուսակցական թիմերում դուք կարծում եք, որ կգտնվեն այնպիսի մարդիկ, ովքեր կփորձեն այս գործընթացը վիժեցնել։ Ոչ թե իրենք կուզենան վիժեցնել, այլ իրենք պատրաստ են ցանկացած բայի, եթե տեսնեն, որ միավորումը չի լինում, իրենք կանցնեն հաղթողի ճամբար։ Իրենք կանցնեն կմիանան հաղթողին, իսկ այդտեղ հաղթողը կլինի ԿՊ-ն։ Այնպես չի որ, այո, ամենադերիմ շրջանակը կարող է առաջի 5 համարը, 10 համարը, լավ ասենք, թե չգիտեմ քանի։ Առաջի 5 համարի նկատմամբ կարող է ունենաս, ասենք, լիակատար վստահություն, բայց դրանից ենքում դժվար թե։ Եվ հարցը այստեղ է նա, որ Ռուբեն Մխիթարյանը այո շատ ճիշտ որոշում կայացրեց։ Եվ փաստորեն առանց
կարծում եմ առանց Երևանից սպասելու որևիցե մի արձագանքի ինքը իր պատրաստակամությունը հայտնեց միացավ Շուտ Մայր Հայաստանը դերակատարություն չուներ միանալու կամ չմիանալու պարագային, որովհետև իր քվեները բավարար չեն, իր մանդատները բավարար չեն նույնիսկ Վարդանի եւ Մարդունի միավորման պարագայում Մայր Հայաստանի մանդատները բավարար չէին մեծամասնություն կազմելու համար, այնպես որ այստեղ վճռական խոսքը Ռուբենինն էր եւ Ռուբենը իր ընդրությունը կատարեց իհարկանս իրեն, ինչը որ մեզ համար ուրախալի էր, չեմ ասի անսպասելի էր, բայց ուրախալի էր։ Հիմա ամբողջ հարցը դարձյալ գալիս վերաբերում է ուրեմն Վարդան Ղուկասյանի թիմակիցներին եւ Մարտուն Գրիգորյանի թիմակիցներին։ Եվ այստեղ ինչ-որ քաղաքական բան այսուր փնտրելը անիմաստ է։ Գիտեք, որ ասենք Վարդան Ղուկասյանը կոմունիստ չի, ոչ էլ իր թիկունքին կոմունիստական կուսակցությունն է իբրև անհատներ։ Ոմանք գրել են, ասենք, կոմունիստական կուսակցությունը հաղթեց։ Կոմունիստական կուսակցությունը Արտյոմ Թումանյան է, Թումանյան։ Արտյոմ Թումանյանի չափել ձայն չէր հավաքի, եթե իբրև կոմունիստական կուսակցություն միանար։ Հետևաբար կոմունիստական կուսակցությունը չէ, ոչ էլ այդպես ասած Մարդունը ինչով որ ներկայանում է, ասենք, ազգային ժողովում այդ նույն ուժի շնորհիվ չէ, որ ինքը հավաքեց։ Իրենք անհատներ են եւ ունեն իրենց ընդրազանգվածը եւ կապ չունի թե իրենց ինչ քաղաքական ուժեր են սատարում։ Հետևաբար այս երկուսի պարագային ես չեմ կարծում, որ իրենց թիկունքում եղած նախ Վարդանի թիկունքում եղած ասի, ինչպես ասի, այդտեղ ուժ չկա։ Չեմ կարծում, որ այս երկու անհատները իրենց հետևում կանգնած քաղաքական ուժերի պետք է ենթարկվեն այս պարագային։ Այլ իրենք կարող են ինքնուրույն, լիարժեք ինքնուրույն որոշում կայացնել եւ միմյանց ընթառաջ գնալ։ Արդեն Վարդան Ղուկասյանը հայտարարել է, որ ինքը պատրաստ է միանալու երկու դեպքում էլ ինչ ձևաչափով հայտարարել է։ Այնպես որ ոնց պատտվում ենք, հիմա հիմնական դերակատարը դառնում է Մարտուն Գրիգորյանը։ Վարդան Ղուկասյանը, Ռուբեն Մխիթարյանը իրենց քայլը կատարել են։ Եվ մեր անշուշտ թելադրանքն է, հորդորն է, որ Մարտուն Գրիգորյանը համարձակ քայլ կատարի, իր համար համարձակ, եւ բայց բոլորիս համար օգտակար եւ միանա։ Սրբազան, եւս մեկ վտանգի մասին եմ ուզում խոսենք, ինչպես տեսանք եւ ինչպես դուք նշեցիք, քաղաքացիական պայմանագիրը օգտագործեց ողջ վարչական ռեսուրսը իր գործիքակազմով, չէ՞։ Նույն ցուցակը ԿՊ-ի նախընտրական ցուցակը հավաքանների ցուցակը վերլուծելուց կարող ենք տեսնել, որ այնտեղ կան բազմաթիվ պետական ծառայողներ, դպրոցի տնօրեններ, ովքեր հավանաբար այդ պաշտոններին նշանակվել են հետագայում ընտրություններին ԿՊ-ին սատարելու նպատակով։ Բացի այդ, շատ ցավալի լուրեր հասան մեզ, չգիտեմ ինչքանով են ճիշտ, ինչքանով սխալ, անգամ լրատվամիջոցներով հրապարակումներ եղան, որ գումար է բաժանվել, օրինակ մարդկանց Vivarro-ի այդ խաղադրույք անելու on-line այդ հարտակների միջոցով մարդկանց 20,000 դրամ են փոխանցել, նմանատիպ հաղորդագրություններ եղան, չգիտեմ հիմա ընթացք կստանան այդ հաղորդագրությունները թե չէ, բայց այնուամենայնիվ ԿՊ-ն ցույց տվեց, որ պատրաստ է կիրառել ամեն գործիք, որոնք նախկինում կարծես թե չէր կիրառում։ Սա այն մասին է խոսում, որ ԿՊ վարկանիշը իջել է, վերարտադրվելու համար օգտագործվելու են այդ նախկին սևերի կողմից այդպես օգտագործված ժամանակին ռեսուրսներն ու գործիքները, ինչ է կարծում, հնարավոր է, որ սրանից առավել քաղաքացիական պայմանագիրը իշխող ուժը կնա ռեպրեսիաների եւ ռեպրեսիաների միջոցով ընդդիմադիր տեխնազուներին, ընդդիմադիր ճամբարի ավականների հետ ցուցակում փորձի ինչ որ ռևերսներ իրականացնել եւ ահաբեկման ու վախի միջոցով մարդկանց տիպի փոխել իրավիճակը Գյումրի քաղաքի այդ քաղաքապետարանի ընտրությունների հետ կապված։ Իհարկե գտիմի կասկածից վեր է։ Հիմա ԿՊ-ն իր բոլոր ուժերը կենտրոնացնելու է ընդդիմադիր ճամբարից 3 ձայն խլելու գործին։
զբաղվելու է 3 ձայն խլելով, 3 ձայն փախցնելով, 3 ձայն գողանալով։ Եվ եթե միացումը անպայմանավոր միացումը անդիմադիր դաշտի չլինի, եւ այդ վտանգը շատ ռեալ կլինի, գողանան 3 ձայն, այսպես թե այնպես, ինչպես արեցին Ախուրյանում։ Եվ ասում եմ, մեր հաղթանակը կվերածվի պարտության։ Եվ իրենց դրանից հետո այո ռեպրեսիաներ կարող եք սպասել։ Եթե իրենք արդեն իշխանություն ձևավորեցին, եւ ոչ թե որ ասիկան հեչ տեղական իշխանության կողմից չեն լինելու ռեպրեսիաները։ Քաղաքապետը եթե լինի իրենց կողմից, քաղաքապետ է լինելու։ Բայց կենտրոնական իշխանությունը այո ռեպրեսիաների ողջ բանը գործիքակազմը կկիրառի։ Դրա համար պետք է հաղթանակին տեր կանգնել։ Սրբազան, երկու տարբերակ է կարծես նշмарվում, մեկը որ ընդդիմադիր տեխնացուները ամեն դեպքում կարողանան նույն հայտարարիկալ եւ կարողանան հաղթել ավական ընտրություններում եւ կնշանակեն քաղաքապետ, երկրորդ տարբերակում այդ ռեպրեսիաների միջոցով նմանատիպ այլ միջոցների միջոցով միգուցե ԿՊ-ն նորից տիրանա իշխանությանը։ Այդ պարագայում օրինակ հավանական համարում եք, որ Հայաստանում կարող է սկսվեն քաղաքական process-ներ Գյումրիից, որոնք կվերաճեն օրինակ հանրահավաքների, միտինգների եւ այդ ամենը կհանգեցնի օրինակ իշխանափոխության ողջ Հայաստանի Հանրապետության տարածքում, որովհետեւ մարդիկ կարծիք են հայտնում, որ Գյումրիից կարող է մի կայծ գալ եւ այդ կայծը վարակիչ լինել ամբողջ հանրապետության համար, ընդհանուր իշխանափոխության համար։ Դուք նման հեռանկար տեսնում եք։ Հա, տեսնում եմ, միշտ էլ ասել եմ, արդեն ասել եմ։ Եվ տա Աստված որ, բայց ասել եմ, որ այդ արդեն Գյումրիից կախված չի։ Գյումրին իր քայլը անելուց հետո պետք է Երևանը շարունակի այս գործընթացը, պետք է վերցնի էստաֆետը եւ շարունակի այս գործընթացը։ Գյումրին իր ասելիքը ասեց, այո, չասեց փարակարի պես, հա, շատ լավ կլիներ, որ ասեր փարակարի պես, չասեց։ Եվ սпасելի էր դա, սпасելի էր, մենք ճանաչում ենք վերջ մեր ժողովրդին, մեր ժողովրդի բոլոր խավերին, վերևին, էլիտար եւ ոչ էլիտար խավերին եւ սпасելի է սա։ Այս արդյունքը սпасելի է, բայց ամեն դեպքում էլի գոհացուցիչ է, ինչպես ասի։ Բայց պետք է գործընթացը շարունակվի։ Գյումրին իր ասելիքը ասեց այսպես թե այնպես գոհացուցիչ։ Բայց հիմա արդեն գնդակը Գյումրիի դաշտում չի, այսինքն չի լինելու, երբ որ աստեն միավորման հարցն էլ լուծվի, դա պետք է ուրեմն process ծնի, գործընթաց ծնի Երևանում։ Ինչի որ հնարավորությունները արդեն երևանցիները եւ երևանյան քաղաքական կուսակցությունները, այդպես կոչված ընդդիմությունը պետք է մտածի թե ինչպես եւ ոնց։ Երևանում հասկացանք, բայց օրինակ Գյումրիում որպես այդ ընդդիմադիր դաշտի միասնական տեխնացուով կարողանա ոտքի հանել ժողովրդին, դուք տեսնում եք այս մեր ավականների ցուցակում կամ արդյոք դուք կարողանաք կամ կուզենաք այդ դերը ստանձնել Սրբազան։ Ես Գյումրիում ինչ որ մեկը դինի չէ հավաքական կերպար։ Ես այդ դերը հայել ստանձնել եմ, բայց անհրաժեշտ սատարումը չունեմ։ Պետք է անհրաժեշտ սատարումը ունենաս։ Այո, ժողովրդի կողմից։ Այո, իհարկե։ Թեկուզ իրենց ընդդիմություն ներկայացրածների կողմից, իրական ընդդիմության, անիրական ընդդիմության, պասիվների, անտարբերների եւ այլն եւ այլն եւ այլն։ Պետք է սատարում ունենաս, բավարար սատարում։ Իսկ բավարար սատարումը այս դեպքում ես կարող եմ հասկանալ, ինձ բավարար սատարում կա թե չէ։ Ես բավարարված չեմ։ Իմ սատարումը։ Ինչպես պիտի հասկանաք Սրբազան, օրինակ ինչ պիտի տեղի ունենա, որ դուք պետք է օրինակ տեղի ունենար ավելին, քան տեղի ունեցավ։ Չէ՞։ Ես քանի անգամ ասել եմ, ուրիշ անգամներ էլ ասել եմ, ցավով, բայց բացարձակապես ես որևիցե ասենք այդ իմաստով ինչ-որ վատ վերաբերմունք չունեմ իմ սիրելի ժողովրդի նկատմամբ, բայց ես ցավով եմ միշտ ասել, որ իմ ժողովրդի զգալի մասը չի կիսում իմ հայացքները։ Դա ցավ է ինձ համար։ Դա ցավ է ինձ համար, որ
վերջո այս կան տարիների ծառայությունից հետո, արդեն 26 տարվա ծառայությունից հետո, դեռ ժողովրդի մի խավ կա, որը համարում է, որ Սրբազանը կարող է այս հարցում, այն հարցում, բոլոր հարցերում սխալ մտածում կամ սխալ վերաբերմունք ունենալ։ Որովհետև եթե դեպս մտածում է, գոնե մի անգամ պիտի փորձեր, գոնե մի անգամ աներ իմ ասածը, սխալվեր եւ դրանից հետո ասեր, որ չէ, այլևս Սրբազանին չենք լսում։ Բայց Սրբազան, օրինակ դուք մեր նախորդ հաղորդումներից մեկում եւ իրար հետ զրուցում էինք, ասացիք, երբ հարցրեցի թե ինչ պիտի անի ժողովուրդը, որպեսզի այս իրավիճակից դուրս գա, դուք ասացիք նախ եւ առաջ պետք է հեռացնել այս իշխանություններին։ Փաստացի, կարծես թե ձեր հորդորը տեղ է հասել, միգուցե ոչ ամբողջական այնպես ինչպես կուզենայինք, եւ դա նաեւ պայմանավորված է վարչական ռեսուրսի կիրառմամբ, երբևէ պիտի հաշվի առնենք, որ Հայաստանում իշխանության միջոցով իշխանափոխություն չի եղել, այսինքն ընտրությունների արդար ընտրությունների միջոցով ուղղակի ակնկալել, որ ամեն ինչ փոխվելու է, չէ, բայց ժողովուրդը փաստացի մերժել է քաղաքացիական պայմանները։ Եվ ժողովուրդը երկու ճանապարհ ունի, չէ՞։ Մերժելու, մեկը ընտրություն, մեկը հեղափոխություն է, ոչ նա է անում, ոչ էլ նրանով ավելի իրեն ներկայացնում։ Դե ամեն դեպքում Գյումրիում մերժվեց քաղաքացիական պայմանները։ Դե հələ չգիտենք, հիմա սպասում ենք մերժվելուն, հələ չգիտենք։ Հələ առունջ թռած հոբ մի ասեք։ Շատ լավ, Սրբազան, շնորհակալ ենք հարցազրույցի համար եւ իրավիճակը կարծես կայծակնային արագությամբ փոխվում է, դերևս առավոտը նոր էր բացվել Գյումրիում եւ մենք սկսեցինք խոսել։ Հետևենք, թե ինչ տեղի կունենա մեր քաղաքական դաշտում, Գյումրիի ընդդիմադիր ճամբարում եւ եթե անհրաժեշտություն լինի, հավանաբար մենք նորից կզրուցենք եւ կներկայացնենք ձեր տեսակետները։ Դե ինչ, շնորհակալ ենք հարգելի հետևորդներ մեզ լսելու եւ այս հաղորդումը նաեւ տարածելու համար։ Կխոսենք հաջորդի, Աստված օգնական Սրբազան։ Աստված բան։ Ճշմարտություն։ Ողջ ճշմարտությունը մեր իրականության մասին Միքայել arczepiskopos Աջապահյանի կողմից։ Հաղորդաշար յուրաքանչյուր երկուշաբթի ժամը 20-ին Արդար Հայեմի եթերում։